Многоуважаемая Валентина Ивановна, уважаемые коллеги. Մեծարգո Վալենտինա Իվանովնա, հարգելի գործընկերներ, նիստի մասնակիցներ։ Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին մեծ հաղթանակի տոնին ընթառաջ։ Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռևս ողջ սիրելի վետերաններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ։ Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլև մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաև բարոյական ու հոգևոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս։ Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից ու հիվանդություններից։ Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում։ Ավելի քան կես միլիոն հայ խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում, Կովկասից մինչև Եվրոպա, ցուցաբերելով անհավանական քաջություն եւ անձնուրացություն։ Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել հարավարևելյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բերլին։ Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին եւ իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում։ Սփյուռքի եւ հայկական եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլյաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք։ Ցավոք, մոտ 300,000 հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ։ Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է։ Իմանալով հաղթանակի գինը, Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում հայրենական մեծ պատերազմի պատմությանը։ Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան։ Մեր պարտքն է հիշել ու հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար։ Գործընկերներ, մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլև պատերազմը որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթ վերհիշելու առիթ է։ Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը։ Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից եւ տարածաշրջաններից։ Դրանց ազդեցությունը սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա։ Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների եւ վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու եւ խնդիրները քաղաքական դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Գործընկերներ, օգտվելով առիթից եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել հայրենական մեծ պատերազմի եւ երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ։ Թող հավերժ լինի կռվածների հիշատակը եւ պահպանվի մեզ թողած խաղաղությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։